Դե ինչ, ունենք ծրագիրը, ունենք գործիքակազմը, գիտենք ինչպես առնել, ինչպես վաճառել Bitcoin, ոչ միայն Bitcoin, այլ ցանկացած այլ կրիպտոարժույթ, հասկացել ենք ոնց ենք spot-ով առնում, spot-ը միայն առնում ենք երկարաժամկետ պահում ենք, futures-ով առնում ենք, վաճառում ենք, ինչ կցանկանանք, կարող ենք անել դեպի վերև գործարք, դեպի ներքև գործարք։ Բայց, եթե դուք ուզում եք լուրջ trading-ով զբաղվել, եկեք ձեզ մի հատ բան ասեմ, որ մեծ պոտենցիալ կա, որ հազարավոր դոլարների կորուստ չեք ունենալու, ինստիտուցիոնալ թրեյդերների թակարդը չեք ընկնելու եւ դա կոչվում է փիղը սենյակում։ Okay? Ինչա փիղը սենյակում։ Եկեք բացատրեմ հնարավորինս պարզ, որպեսզի դուք էլ հասկանաք ոնց է շուկան աշխատում։ Պատկերացրեք դուք բանկ եք, լավ, բանկ եք, որը որ ունեք անսահման փող, ունեք ինչքան գումար ասեք։ Հիմա դուք ուզում եք Bitcoin-ով ոչ թե $10,000, $1 միլիոն, $10 միլիոն, այլ $100 միլիոն կամ $1 միլիարդ եք ուզում գնեք շուկայում։ Երբ որ շուկան պատկերացրեք սենց մի իրավիճակ, հա, որ շուկան վերև ներքև սենց հանգիստ գնում է։ Այն պահին, երբ որ դուք որոշեք որպես բանկ առնեք $100 միլիոն, որովհետև ձեզ մոտ շատ մեծ է գումարը, դուք չեք կարող 1 միլիոն, 2 միլիոնով անեք, որովհետև դա անիմաստ է։ 100 միլիոն գործարք եթե հանկարծ բացեք, սենց միանգամից գինը բարձրանալու է ու մեկ վայրկյան դզեմ սա, որ ձեզ համար պարզ ու հասկանալի լինի։ Տեսեք, միանգամից գինը սենց բարձրանալու է այսենց վերև ու դուք ենթադրենք առել եք այստեղ, չէ, այստեղ եք առել $67,000 սահմաններում, բայց երբ որ ուղղակի կոճակը սեղմում եք, որ առնեք, միանգամից բարձրանալու է ու ձեր իսկական գինը առքի լինելու է սա, okay, 75,000, այսինքն մեծ պոտենցիալ կա, որ դուք որպես բանկ առնեք միանգամից 12% արդեն մինուս լինեք, 100 միլիոնի 12%-ը արդեն մեծ թիվ է, իրանք ինչ են անում, իրանց պետք է վաճառողներ, վաճառողներ երկու տեսակի կա, որ դուք շուկայական գնով բարձրանում եք, այսինքն տեսեք, չէ, ունենք գնորդներ, ունենք վաճառողներ, օրինակ այս տրամաբանությամբ, ինչքան գինը բարձրանում է, այնքան վաճառողներ է շատանում, ինչքան գինը իջնում է, այնքան գնորդներ է լինում, դա շուկայական տրամաբանությունն է, բայց եթե բանկը որոշի այստեղից 100 միլիոնի առնի, այդքան վաճառող չկա այս գներում, դրա համար ինքը ինչ անելու գինը, ստիպված բարձրանալու է այնքան վերև, միջև որ այս չհասկացա խի մեր այս մոմը հոդս ցնդեց, բայց ինչև է։ Հիմա այստեղ մենք շատ մեծ կորուստ ենք ունենում։ Լավ, դրա համար բանկը ինչ անում, բանկի լոգիկան որն է, բանկը ասում է, okay, ես չեմ կարա, այս խնդիր ունեմ ես, որ շատ մեծ գումար ունեմ ու չեմ կարա միանգամից շուկա մտնեմ, որովհետև եթե շուկա եմ մտնում, միանգամից բարձրանալու է ու բարձրանալուն պես տեսեք ինչ է լինելու, այս բոլոր մարդիկ, ովքեր որ այստեղ առել են, միայն շնորհակալություն են հայտնելու, ասել են, վայ դուք ինչ լավն եք, որովհետև այստեղ վաճառելու են այն գումարով, որը որ դուք առել եք, հետևաբար ոչ մի բիզնես տրամաբանություն չկա։ Ես ուզում եմ ձեզ բացատրեմ, թե բանկերը ոնց են փող աշխատում։ Հիմա, քանի որ բանկը խնդիր ունի, այսինքն պատկերացնենք սենց եւ այլն, հա։ Հիմա բանկը հասկանում է, որ գույնը փոխենք Բանկը հասկանում է, որ stop loss-եր գոյություն ունեն, լիկվիդացիոն զոնաներ գոյություն ունեն, օրինակ, եկեք դեպի վերևի տարբերակը դիտարկենք եւ այլն, հա։ Հիմա եթե բանկը այս կետից ուզում է առնի, ինքը ասում է, okay, եթե ես առա, ինձ վաճառողներ են պետք։ Վաճառողներն էլ դեպի շատ վերև են։ Ինչ ես կարամ անեմ։ Ինքը նայում է շուկան ու տեսնում է, որ այստեղ ներքևը, այստեղ ներքևը, հա, այս զոնաներում լիքը stop loss-եր կա, stop loss-ը այն է, որ ես մաքսիմալ կորուստ եմ սահմանում, որ եթե ես առել եմ, հանկարծ սրանից ներքևիչնի ես վաճառք եմ անում։ Բանկն էլ տեսնում է, ասում է, ահա, այստեղ փաստացի լիքը
ստոպեր կան, մարդիկ կան, ովքեր որ պատրաստ են վաճառեն, բանկը ինչ անում, բանկը որոշում է, ասում է լավ, ես մի հատ կիչացնեմ շուկան գինը շատ ռիսկի այստեղ ներքև, ես կդիրքավորվեմ այս զոնայում, որովհետև այս վաճառողները որ կան, լրիվ բավական է իմ 100 միլիոնը տեղադրելուն։ Ու երբ որ իջացնում է բանկը ինչ անում, որ այստեղի փոխարեն ինքը ավելի ներքև կարողանում է դիրքավորվի, ու այն պայն երբ որ արդեն դիրքավորված է իր 100 միլիոնը ենթադրենք $86,000 սահմաններում կա, ինքը հանգիստ արդեն կարող ասենց միանգամից բարձրացնի վերև գինը, ու քանի որ այստեղ է ինքը ցանկացած բան, որ ես գնից վերև է, ինքը պլյուսով է լինելու 10%, 20%, 100% էական չի։ Այստեղ խնդիրը կանում է նրանում, որպեսզի մենք հասկանանք, որ բանկերը ոնց են սնվում, եւ ցավոք սրտի բանկերը սնվում են այն մարդկանցով, ովքեր որ տեղյակ չեն, ոնց ճիշտ պետքա ստոպ դնեն։ Եվս մի գաղտնիք էլ պատմեմ ձեզ, այն որ գրքերը բացում եք ու կարդում եք թրեյդինգը ոնց է արվում, որտեղ է ամենաապահով տեղը, որ ստոպը դրվի եւ այլն, գիտեք որտեղ են ասում։ Այստեղ ամենաապահով տեղերը այստեղ ներքևն է, որովհետև գինը բարձրացել է արդեն, հասկանում եք, բարձրացել է, բարձրանում է, այստեղ շատ ապահով է, ու բանկը դա գիտակցում է, դա բանկն էլ տեսնում է, ասում է ընտիր, մի հատ լավ որս ունեմ, ինձ համար, եկեք մի անգամից ես բռնեմ այս զոնան, սրբեմ, մաքրեմ, ես դիրքավորվեմ, հետո ես հանգիստ գնամ։ Մարդիկ էլ, ովքեր որ թրեյդ էին արել, որ դեպի վերև է, գալիս է իրանց ստոպը մաքրում է, ասում է, լավ էլ հասկացել էի, որ վերև է բարձրանալու, բայց ստոպս երևի լավ չէի դրել, բան չէի արել, բայց իրական ստոպը լավ էլ դրել էր, տեղին էր դրել, որովհետև այն ինչը, որ ինքը կարդացել է YouTube-ի վիդեոներ են, մարդիկ ովքեր որ տեղյակ չեն լիկվիդացիան ոնց աշխատում եւ այլն, բոլորը անխտիր ասում են, այս sense պետք է արվի։ Լիկվիդացիան պետք է հասկանալ, ու երբ որ դու լիկվիդացիան հասկանում ես, դու հասկանում ես, թե բանկը ինչպես է փող աշխատում, ու միակ ճանապարհը փող աշխատելու ցանկացած շուկա, դա կլինի կրիպտո, դա կլինի forex, դա կլինի commodities, կոֆե կառնում, գազ է կառնում, նավթ է կառնում, էական չի։ Բոլոր շուկաները, ինդեքսները, արժեթղթային շուկան եւ այլն, բոլորը նույն ֆորմատով են աշխատում։ Ու այն ֆորմատն է, որ ստոպերը մաքրում է, նոր գնում է, այսինքն ստոպ մաքրելը հավասար է դիրքավորվում է։ Բանկը, ինստիտուցիոնալ թրեյդերը։ Ինչի համար եմ ես ամենը ձեզ պատմում, որովհետև եթե դուք թրեյդինգով պետքա զբաղվեք, հա, ապա դուք սա պետքա իմանաք, որովհետև եթե չիմացաք, անընդհատ գալու է ստոպը մաքրի, ու դուք ասեք, վայ, այս մի բան են չեղավ եւ այլն, ինչ-որ մի բան չեմ հասկանում եւ ու ձեզ պարզ ասում եմ, փիղը սենյակում չի տեղավորվում, դրա համար ինքը հնարավորին է գնում է որսում են զոնաները, որը որ ինքը կարա դիրքավորվի։ Օրինակ, այստեղ տեսնում եք ստոպեր էր, շատ մեծ քանակի ստոպեր էր, որ շուկան եկավ եւ մաքրեց, մի անգամից մտավ ու ռեսկի սենց սկսել է բարձրանալ վերև։ Հավանաբար վերև է բարձրանալ, բանկերը այստեղ ներքևը դիրքավորվել են, որովհետեւ սա իրական 5 րոպե անց գրաֆիկա է, բայց շաբաթական գրաֆիկով որ նայում ենք, շատ մի տարի ու կես ընկում, տեսնում ենք, որ այս զոնայում լիքը ստոպեր կար ու բանկերը, նույնիսկ պետությունները կարելի ասել արդեն այս զոնայում, լավ դիրքավորվել են ու այս մակարդակին երբ որ իջել այստեղ, տեսեք միանգամից ոնց է բարձրացել, այլ կարիք չունեն իջնելու ներքև, որտեվ ինչքան ստոպեր կա մաքրել են։ Հիմա ինչի համար եմ սա պատմում։ Սա պատմում եմ, որովհետև ես Super Engulfing-ի տրամաբանություն եմ ստեղծել, որտեղ որ ես կարողանում եմ տեսնեմ այս ձևաչափի միջոցով, թե բանկը երբ է մաքրում, երբ է դիրքավորվում ու երբ է փող դնում։ Դա շատ կարևոր է, որովհետև երբ որ ես Super Engulfing եմ անվանում իրեն, ու ինքը ինձ ինչ է անում, ինչով է ինձ օգնում, ենթադրենք ժամանոցը, չէ՞, տեսեք, մենք նախ սկսում ենք նրանից, որ տրենդին հակառակ չենք գնում, որովհետև տրենդը շատ կարևոր է,
լիկվիդացիոն զոնաներ եւ այլն ամեն ինչ կարեւոր է, բայց երբ որ մենք տրենդին համարժեք ենք գնում, կտեսնեք այս կարմիրները, հա, run ref plus եւ այլն, բոլորը հուշում են, որ դիրքավորվել է ու շարունակելու է ներքև գնալ, okay? Հետևաբար, այս գիտակցելով մենք կարող ենք ավելի ստույգ, ավելի real trader անել։ Օրինակ այստեղ, տեսեք, շուկան ուզում է ներքև իջնի, ճիշտ է։ Այստեղ այս հատվածում լիքը ստոպեր կան, որը որ այս մոմը, լավ այս մոմը եկավ մաքրեց, դիրքավորվեց ու միանգամից դեպի ներքև։ Ու երբ որ դիրքավորվեց, տեսեք, ոնց է դիրքավորվել դեպի ներքև ու որից հետո շարունակում է ներքև։ Այստեղ նույնպես տեսնում եք, էլի դիրքավորվեց ու շարունակություն դեպի ներքև։ Դիրքավորվեց, դեռևս շարունակություն չկա, okay, այստեղ մինուսով է, բայց մենք միայն ու միայն դեպի ներքև ենք։ Տեսնում եք, այստեղ շատ մի հատ մեծ մոմ կա, բայց մենք հաշվի ենք առնում, որ դեռևս տրենդը ներքև է, միայն դեպի ներքևի գործարքներ ենք դիտարկում, այստեղ նույնպես դիրքավորված է եւ շարունակում է։ Սա ժամանոցն է։ Մենք 4 ժամով կարող ենք նույնպես դիտարկել, 1 օրականով եւ այլն։ Խնդիրը որն է, որ երբ որ հասկանում ես այս pattern-ը, հա, այս տրամաբանությունը, քեզ համար շատ ավելի հեշտ է լինելու trade անելը, որովհետեւ գիտես, okay, սպասում եմ բանկը, trader-ները լուրջ դիրքավորվեն, ես հետո իրենց հետ միասին կդիրքավորվեմ, ոչ շուտ, որովհետև եթե շուտ դիրքավորվեցի, եթե ես շուտ գործարքը բացեցի, ես պարզապես լիկվիդացիա եմ լինելու, ստոպեր եմ լինելու, սնունդ եմ լինելու բանկերի համար։ Ինձ պետք է, իհարկե ոչ, ես կնայեմ, երբ որ բանկերը դիրքավորվեցին, ուղղություն են վերցրել, արդեն այդ ուղղությամբ կգնան։ Հետևաբար, եթե դուք ցանկանում եք այս ամենը սովորել, ես հղում եմ դնում վիդեոյի ներքևն է, վերևն է, չգիտեմ, որտեղ որ հատուկ կայք եմ սարքել, կոչվում է superengulfing.com, okay? Եվ PDF եմ սարքել մանրամասն, որտեղ որ բացատրում եմ ինչը ոնց է։ Եվ այս ինդիկատորը կա, եւ մինի կուրս կա, որտեղ որ կարող եք դուք մտնել ու այդ կուրսը անցնել։ Այդ կուրսից հետո արդեն ես ձեզ համար եւս մի հատ սյուրպրիզ ունեմ, որ ձեր կյանքը տասնապատիկ հեշտացնելու է, դա կխոսենք հետո։ Ուրեմն վիդեո նույնպես ունեմ կտոր superengulfing.hiketrading.am-ում, որտեղ որ մի փոքր ավելի խորացված խոսում եմ, բայց ի վերջո, եթե դուք ցանկանում եք օգտվել այս վիդեոներից եւ այլն հասկանալ այս գաղափարը, ապա superengulfing.com պետք է մտնեք եւ այսքանով ձեզ ասում եմ հաջողություն, կհանդիպենք հաջորդ վիդեոների մեջ։ Լավ եղեք։